Երանի թե ամեն մեկս գիտակցի թե ինչքան մեծ կախում ունի Աստծուց մարդը։ Երանի գիտակցենք, որ այն ինչ որ ունենք դա մեզանից չէ, այլ նրանից է։ Շատ ժամանակ թվում է, որ այս կյանքը մեզ է պատկանում։ Կյանքի սեփականատերը մենք ենք։ Բայց երանի թե ամեն մեկս հասկանանք, որ ինչ որ ենք Աստծով ենք։ Քանզի առանց նրա գիտակցության ու առանց նրա թույլատվության մենք չենք կարող շնչել եւ արտաշնչել։ Երանի թե գիտակցենք, որ այն ինչ որ ունենք նրանից է ու նրա համար։ Երբ մեր սիրտը բաբախում է ճիշտ հաճախականությամբ, դա մեզանից չի, դա նրանից է։ Մարդու սիրտը օրը բաբախում է մոտավոր 100,000 անգամ։ Ոչ մի անգամ մենք մեզանով չենք կարող այնպես անել, որ ավել կամ պակաս բաբախի։ Ամեն ինչ հաշվարկվում է Աստծո կողմից։ Ամեն բան Աստծուց է ու նրա համար։ Մեզանից ով կարող էր որոշել, թե որտեղ ծնվել կամ ով լիներ իր ծնողները, ինչ ազգությամբ լինել։ Մեզանից ով կարող էր որոշել, թե իր մազերի գույնը կամ իր աչքերի գույնը ինչպիսին է լինելու, կամ լինելու է տղա, թե աղջիկ։ Ի սկզբանե առաջի վայրկյանից մեր կյանքը պատկանում է Աստծուն։ Ու Աստված է որոշում, թե մենք ով ենք լինելու։ Ու երբ որ մենք հասնում ենք հասունության մակարդակի, գիտակցության մակարդակի, կարծես թե մեզ թվում է, թե մեր կյանքը մերն է։ Բայց երբ որ նայում ենք թե մանկության, թե պատանեկության, թե երիտասարդության, թե ծերության տարիներին, մեր կյանքը պատկանում է միայն Աստծուն։ Այսօր խոսելու եմ գոհունակության մասին, երբ աղոթում էի, թե ինչի մասին պետք է խոսեմ ու խոսքը ստացա, վերնագիրը, իսկ փորձեցի այդ խոսքի միջով անցկացնեմ։ Ռենտգեն անեմ, տեսնեմ արդյոք ես համապատասխանում եմ եւ իրավասություն ունեմ այս թեմայի մասին խոսել։ Ու երբ որ իմ մտորումները գնում էի թերթի վրա ու Աստծաշնչից համարներ էի առանձնացնում գոհության մասին, մի բան հասկացա, որ գոհունակությունը ունի տարբեր մակարդակներ։ Ու իմ խոսքից վերնագիրը այսպես է, գոհունակության 3 մակարդակներ։ Առանձնացրել եմ 3 մակարդակներ ու կուզեմ կիսվել։ Առաջին մակարդակը, երբ գոհանում ենք Աստծուց իր տված բարիքների ու ողորմությունների համար։ Ես կարծում եմ ցանկացած քրիստոնյա պետք է գոհունակություն հայտնի, երբ ամեն ինչ իր համար լավ է։ Չգիտեմ, ինքը իր ընտանիքը հաջողված է, իր աշխատանքը, առողջությունը, ունի հաջողություններ, բարեկեցություն, խաղաղություն։ Ցանկացած բան, երբ հասկանում ենք, որ Աստծուց տված շնորհ է մեզ, մենք պետք է անշնորհակալ չլինենք։ Այդ շնորհին պատասխանենք գոհությամբ եւ շնորհակալությամբ։ Եփեսացիների 5:20 համարում այսպիսի բան է ասում. Ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհություն հայտնենք Աստծուն եւ Հորը։ Ես այս ամեն ժամի վրա կուզեմ կենտրոնանալ, ոչ թե ասում եմ ամեն օր կամ շաբաթը մեկ անգամ կամ երբ հիշեք, ասում եմ ամեն ժամ։ Երբ որ մենք ուշադրություն դարձնենք մեր կյանքին, կտեսնենք, որ մենք ամեն ժամ ունենք հարյուրավոր պատճառներ գոհություն ու շնորհակալություն հայտնել Աստծուն։ Մտածում էի, որ առատության մեջ գոհանալը պետք է որ ավելի հեշտ լինի։ Բայց մի բան հասկացա խոսքը պատրաստելուց, որ առատության ժամանակ շատ ժամանակ չենք հիշում, որ արժի գոհություն հայտնել, շնորհակալություն հայտնել։ Առատության մեջ կարծես թե մոռանում ենք։ Կարծում եմ հիմա մենք ապրում ենք առատության տարիներում, բարգավաճման տարիներում մենք ապրում, տարիքով մեծերը կվկայեն, որ 20, 30, 40 տարի առաջ մարդիկ այսպես չէին ապրում։ Հիմա ավելի բարգավաճ, ավելի լավ են ապրում մարդիկ։ Ու ես հիշում եմ դպրոցում, երբ որ առաջի երկրորդ դասարանը ինձ կոշիկ էին առնում, ես ինչքան էի ուրախանում, որ ունեմ կոշիկ ու գոհանում էի, որ մեկ զույգ գոնե կոշիկ ունեմ։ Իսկ երբ որ համեմատում եմ մեր երիտասարդների, տարիքով մի քիչ ավելի երիտասարդների հետ, տեսնում եմ, որ մարդիկ փորձում են մոդայի հետ գնալ։ Իրանք պետք է անպայման, չգիտեմ, ինչ-որ մի հատ տաբատի հետ մի հատ առանձին կոշիկ ունենան։ Կարող է 5-6 հատ կոշիկ ունենան, բայց իրանք չգոհանան։
իրանք կողքիներին տեսնեն, որ կողքիները ունեն ու մոդայի հետ են շարժվում, ու նրանք տրտնջան ու փորձեն տրտունջի միջոցով ունենալ այն ինչ որ չունեն։ Բայց մոռանալով, որ 100 միլիոնավոր մարդիկ կա, որ անգամ չունեն մեկ զույգ կոշիկ։ Սա վերաբերվում է թե հագուստին, թե չգիտեմ հեռախոսին, թե ամեն ինչին։ Երբ որ տեսնում ենք, որ կողքիները ունեն, շատ ունեն, լավը ունեն, մենք արդեն մեր ունեցածը չենք գնահատում, չենք գոհանում Աստծուց այդ տվածի համար ու փորձում ենք ավելին։ Ու 10 բորոտների առակը չկներեք, պատմությունը հենց որ Հիսուսը բուժում է, կհիշեք, 10 բորոտներից ընդամենը մեկն է գալիս Հիսուսի մոտ ու շնորհակալություն հայտնում։ Մնացածը կարծում եմ ուրախացել են, որ բուժվել են, ու մոռացել են, որ կարելի է շնորհակալություն հայտնել։ Մենք էլ շատ ժամանակ այսպես ենք վարվում, երբ որ լավ է մեր վիճակը, մենք մոռանում ենք գոհություն հայտնել Աստծուց։ Միայն մեկն է գալիս ու Հիսուսը հարցնում է, ասում է՝ մյուս 9 որտեղ են բա։ Այստեղից հասկանում ենք, որ Աստված ցանկանում է, որ մենք գոհություն հայտնենք ու շնորհակալություն հայտնենք իրեն։ Իր տված ամեն բարիքների ու ողորմությունների համար։ Անցում կատարենք երկրորդ մակարդակին, այսպես ասած, հենց Եփեսացիների 5:20 համարը կուզեմ էլի ուշադրություն դարձնենք, որ ասում է ամեն ժամ ու ամեն բանում գոհություն հայտնենք։ Այս ամեն բանում բառի վրա կուզեմ կանգնենք։ Ամեն բանի մեջ մտնում է թե լավը, թե վատը։ Այստեղ չի ասում, երբ որ քո գործերը լավ է, միայն այդ ժամանակ գոհացիր, ասում է ամեն բանով գոհացիր։ Կլինի լավ, թե կլինի վատ։ Եկեք խոստովանենք, որ կարիքի ժամանակ ավելի բարդ է գոհանալը։ Երբ հիվանդ ես, փորձյան մեջ ես, անհանգիստ ես, կարիքի մեջ ես, գոհանալը այս ժամանակ ավելի բարդ է։ Բայց գոհանալը, եկեք հիշենք, որ բացում է փակ դռներ։ Երբ գոհանում ես վատ վիճակում, կարծես դու հանձնվում ես Աստծուն ու Աստված այդ ժամանակ քեզ ելք է ցույց տալիս։ Հիշում եք, երբ որ Հիսուսը իր աշակերտներին ասեց, այս ժողովրդին կերակրեք։ Այդ ժողովուրդը մոտ 4000 հոգի էր, միայն տղամարդիկ, առանց կանանց եւ երեխաների։ Աշակերտներն ասին, Տեր, ինչպես կերակրենք, երբ որ մենք ունենք 7 հաց եւ մի քանի ձուկ։ Հիսուսը այստեղ շատ է դուր գալիս, Հիսուսի արած քայլը, կուզեմ այս պահը կարդանք, կստեք խնդիր։ Ինչպես կերակրեն։ Ու կար դժվարություն։ Ու Մատթեոս 15-րդ գլխի 36 համարը ասում է Հիսուսը աշակերտներին։ Նա վերցրեց այն 7 հացն ու ձկները, գոհություն հայտնեց, մաս արեց եւ կտրեց ու աշակերտներին տվեց, աշակերտներն են ժողովրդին։ Բոլորը կերան ու կշտացան եւ ավելացած կտորները 7 զամբյուղ լցրեցին։ Տեսեք, այս բանը շատ է դուր գալի, որ Հիսուսը չաղոթեց, ինչ որ գերմական աղոթք չարեց, կամ, չգիտեմ, չհրամայեց, ինչպես ծովին հրամայեց, որ հանդարտվի Ալեկոսյանը։ Ինքը վերցրեց ունեցածը ու գոհացավ։ Ու տեսնում ենք եղավ հրաշքը։ Եթե մենք մեր ունեցածը, թեկուզ քիչ ունեցածը գոհանանք դրա համար, Աստված ել ավելի կօրհնի մեզ։ Գոհությունը չի գալի այն ժամանակ, երբ ամեն բան լավ է, այլ երբ մեր սիրտը սովորում է տեսնել լավը։ Լավատես լինելը գոհունակության մի մասն է կազմում։ Հիշիր, ամեն իրավիճակում կա ինչ-որ բան, որ կարելի է դրա համար Աստծուն փառք տալ։ Չգիտեմ, եթե ջերմում ես, գոհացի, որ ջերմելու հետ մեկտեղ չունես հարբուխ։ Եթե չունես վերարկու, գոհացի, որ ունես տաբատ։ Այսպես շարունակ շատ կարող ենք թվարկել։ Դու գոհացի քո եղածի մեջ ու հավատա, որ Աստված օրհնելու է քեզ։ Ես մի պատմություն կիսվեմ ձեր հետ, այս վերջում ա եղել, ես տնջում էի, այս վերջի մի ամսվա ընթացքում 3 անգամ ամրագոտու տուգանք եմ ունեցել ու անտա դժգոհում էի, թե խի են տուգանում էլի, կամ խի այսքան շատ էլի, ասենք, ես այսքան ժամանակ, ես վաբշե ինձ օրինապահ վարորդ եմ համարում, բայց չգիտեմ, ես մի ամսվում, բայց անդադ պատահում էր, շատ պատահական,
ու անընդհատ բողոքում էի, տրտնջում էի, թե գրողներին, թե ում տենում էի, թե տունը, սա թե տրտնջում էի, խի են գրում ես քայլես, ես որ շարունակվի, ես մի ամսից վարորդական իրավունքից կզրկվեմ։ Տրտնջում էի ու երեք խոսում էինք տունը, բանա, մտածում էի, ասում էի, իսկ եթե ամեն անգամ, երբ որ ամրագոտի չկապեմ, ամեն անգամ, երբ որ հեռախոսով խոսեմ, կամ ամեն անգամ ինչ-որ փոքր խախտում անեմ ու դա նկատելի չլինի, ինչքան տուգանք կարա ունենա, երբ որ բոլոր տուգանքները գրեին։ Վարորդները իսկ լավ կհասկանան։ Մենք մի քանի օրից եւի վարորդական իրավունքից կզրկվեինք բոլորս։ Գոհանանք, սրա համար էլ գոհանանք։ Անցում կատարենք երրորդ մակարդակին։ Երրորդ մակարդակը այսպես է վերնագրել. մարդը գոհ է ոչ թե իրավիճակից, այլ հենց Աստծուց։ Անկախ ամենաբարդ իրավիճակում անգամ։ Ու օրինակը ինչպես Հոբը իր տառապանքների ժամանակ պատասխանում ասում է Տերը տվեց, Տերն էլ առավ, օրհնյալ լինի նրա անունը։ Տեսեք, սա գոհունակության ամենաբարձր մակարդակն է ըստ ինձ։ Հոբը իր ցավերի, իր տառապանքի ժամանակ ոչ թե գնահատեց իրավիճակը, այլ վստահեց Աստծուն։ Հավատացնում, եթե ցանկացած մարդ փորձի այդ վիճակը վերլուծել, ինքը լինելու է դժգոհ, ինքը չի կարա գոհ լինի, չի կարա այսպիսի արտահայտություն անի, բայց Հոբը վստահեց Աստծուն։ Ճիշտ է, ինքը չէր հասկանում ինչ է կատարվում, բայց նա վստահում էր Աստծուն։ Հենց Աստված սա է ուզում մեզանից, որ մենք թեկուզ չհասկանանք, շատ բաներ խի է լինում, բայց մենք վստահենք։ Հռոմեացիների 8-րդ գլխում գրած է, որ ամեն բան բարի գործակից է ինքը անում, իրեն սիրողների համար։ Եթե մենք սիրենք իրան, մենք կգոհանանք իրանից։ Թեկուզ ամենաբարդ վիճակում ևս։ Ու կուզեմ կարդալ Փիլիպեցիս 4-րդ գլխի 11-12 համարները, այս կուզեմ կարդալ արամատահայերեն թարգմանությունը, այստեղ ավելի դիպուկ է ասում։ 11 համարը կարդամ։ Ոչ թե կարոտության համար կսեմ, վասնզի ես սովորել եմ գոհ ըլալ իմ գտնված վիճակի մեջ։ Տեսեք, Պողոսը ասում է, ես սովորել եմ գոհ լինել իմ վիճակի մեջ։ Պողոսը գիտենք ինչքան փորձությունների մեջով է անցել ու եթե չեմ սխալվում Փիլիպեցիների գրքում գրված է, որ ինքը այս խոսքերը միգուցե բանտից է դա անգամ ասում։ Ու եթե Պողոս առաքյալը սովորել է ու հասել է ինչ-որ տեղ, ինչ-որ մակարդակի է հասել, վստահեցնում եմ, որ մենք էլ ունենք սովորելու գոհության մեջ աճելու համար։ Եթե քեզ թվում է, թե շատ գոհանալու բան չունես, ես վերջում համանցածից մի բան էի կարդացել, կուզեմ կիսվեմ ձեզ հետ։ Տեսեք, աշխարհում մոտ 430 միլիոն մարդ ունի լուրջ լսողության կորուստ։ 50 միլիոն մարդ աշխարհում կույր է, չի տեսնում։ Տեսեք, մենք ինչքան գոհանալու բան ունենք, որ մենք այս մարդկանց մեջ չենք մտնում։ Աշխարհում ավելի քան 750 միլիոն մարդ ունի շարժունակության խնդիրներ։ Չգիտեմ, ոտքեր, ձեռքեր, գլուխ, վիզ, չգիտեմ։ Իսկ մենք եթե ունենք սա, մենք ինչքան գոհանալու բան ունենք։ Մոտ 700 միլիոն մարդ աշխարհում սով է ապրում։ Ինքը իրանք ամեն օր կերակուրը հայթայթում են։ 700 միլիոն մարդ։ Գրեթե ամեն 10-րդը։ Իսկ մենք այստեղից որ գնանք, ոչ մեկս կարծում եմ հացի մասին շատ չենք մտածում։ Մենք պետք է գոհանանք մեր վիճակից։ Ավելի քան 150 միլիոն մարդ անտուն է աշխարհում։ Իսկ փառք ասում, մեր տունը փոքր է, մեծ է, մի քիչ անհարմար է, անկոմֆորտ է, ինչ էլ որ ունենք, պետք է մենք գոհանանք դրա մեջ, որովհետև աշխարհում 150 միլիոն մարդ ունի տանիք։ Աշխարհում մոտավոր 700-ից 800 միլիոն մարդ ունի մշտական էլեկտրաէներգիա։ Աշխարհում մոտավոր կես միլիոն մարդ ունի երկրորդ հագուստ կամ երկրորդ կոշիկ։ Սրանք թվեր են, միջինացված թվեր են։ Աշխարհում ուղիղ 1 միլիարդ մարդ ունի հնարավորություն օճառով լվացվելու։
մոտ 250 միլիոն երեխա չի այցելում դպրոց։ Ես ուզում եմ այս թվերախի եմ ասում, որ մենք հասկանանք, մենք ինչքան գոհանալու տեղ ունենք։ Իրապես երբ որ նայենք մեր կյանքին կտեսնենք, որ աշխարհում միլիարդավոր մարդիկ կերազան մեր փոխարեն լինել։ Ու ամենամեծ գոհությունը այն է, որ մենք այստեղ ենք ու լսում ենք Աստծո խոսքը ու հավատում ենք Աստծուն։ Կանգնենք ոտքի աղոթքի։ Տեր ջան, մենք էլի քեզ ասում ենք շնորհակալություն, էլի գոհանում ենք քեզանից Տեր իմ Աստված, ինչքան էլ մենք գոհանանք ու շնորհակալ լինենք քիչ է Տեր իմ Աստված, որովհետև դու այնքան բան ես արել մեզ համար Տեր իմ Աստված, որ մենք անդադար պետք է քեզանից գոհություն ու շնորհակալություն հայտնենք Տեր իմ Աստված։ Մենք սիրում ենք քեզ Տեր իմ Աստված ու խնդրում ենք, որ մեզ տաս իմաստություն, որպեսզի մեր կյանքում Տեր իմ Աստված քո գոհունակությունը ու քո տված բարիքները Տեր իմ Աստված գնահատենք ու քո կամքի մեջ լինենք Տեր իմ Աստված, որովհետև դու բարի ես Տեր իմ Աստված, դու սիրում ես մեզ ու մեզ համար ամեն բան անում ես Տեր իմ Աստված, թույլ տուր, որ մենք այդքանը հասկանանք Տեր ջան ու գիտակցենք ու լինենք շնորհակալ ուղիղ սրտով Տեր ջան, աղոթեցինք